Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Արտակարգ դեպք Երևանում, Աջափնյակում կրակոցներ են հնչել։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Հաղորդվում է մինչև 10 վիրավորի մասին։ Նրանց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։ Արմենիա բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը Նյուզեեմին հայտնել է, որ իրենց մոտ տեղափոխվել է 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Ոստիկանությունը տեղում ինչ ասեն։ Եթե նման բաներ լինում, իրանք լավ գիտեն ովքեր են։ Դուք միանգամից կրակոցի ձայներ, թե դրան նախորդել են վիճաբանության։ Չէ, ձայները լսեցինք, լուսամուտից նայեցինք ու տեսանք բավական մեծ թվով երիտասարդներ մեր շենքի դեմով անցան։ Անցան երևի էսենց թեքվեցին, բայց չգիտենք, որ այստեղ էր դեպքը։ Իսկ ճանաչում եք Չէ։ Չէ, վերևից եք դա, այդքան չէ։ Մեկը տեսանք երեխեքը դաշտում վախեցած փախան այդ երեխեքը ձայներից։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին ու Հայաստան զենքի մատակարարումներին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը խոչընդոտել է Հայաստանին այլ միջազգային կառույցներից զենք գնելու հարցում։ Մտավախություն է եղել, որ դրանք կարող էին տեղակայվել Հայաստանի սուվերեն տարածքից դուրս։ Ես իմ ուղղակի սենց ռետորական հարց եմ տալի։ Իսկ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք եկել, որ հիմա ձեռքբերումները կատարվում են։ Մենք Ռուսաստանի սարստել ինչ կա, մենք դուրս ենք եկել, կարգավիճակ փոխվել է։ Ես առասները ճիշտ ասած չեմ հասկանում դա ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում միջոցառումներին, որոշումների կայացմանը եւ այլն եւ այլն։ Բայց կարգավիճակը չի փոխվել, չէ, իրավական կարգավիճակը։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ ոնց որ ես տեսնում եմ, դա չի խոչընդոտում եւ նաեւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում որևիցե փոփոխություն չկա դաշնային։ Նորից որևիցե փոփոխություն չի կատարվել։ Դրա համար ես չեմ կարծում, որ որևիցե ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր եւ նույն Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները եղել են Մինսկի խմբի համանախագահներ եւ իրենց այն ժամանակ թույլ չէին տալի մատակարարումներ կատարել ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան։ Հունաստանում գտնվող Վահագն Խաչատուրյանը չի իմացել, որ միկրոֆոնը միացված է եղել։ Ես էլ հիմա պետք է ասեմ, բայց ես չգիտեմ։ Հա։ Հիմա պետք է ասեմ։ Ես մարդկանց սոված ենք պահում։ Ես միացր։ It's okay. Եղավ, շնորհակալություն։ Տարօրինակ է երկաթուղու կառավարումը այլ երկրի հանձնելու մասին հայտարարությունը, ասել է ՌԴԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով օրերս Փաշինյանի արված հայտարարությանը երկաթուղին հանձնել Հայաստանի եւ Ռուսաստանի համար բարեկամ որևէ երկրի։ Նրա խոսքով հայկական երկաթուղիները ավելի քան 20 տարի հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո են եւ այս ընթացքում ռուսական ընկերությունը հետեւողականորեն կատարել է համաձայնագրի բոլոր կետերը։ Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել, 2000 թվականին ծնված Վասիֆ Ֆիզուլի Օղլու Չոբանովը պայթել է հակահետևակային ականի վրա։ Վնասվել է նրա ձեռքն ու դեմքը, նրա վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի, Մարկուս Ռիտերին կփոխարինի Սատու Կոյվուն, ով ավագ ոստիկան է, ազգությամբ ֆին։ Թրիփ անվանումը վիրավորանք է Նժդեհի հիշատակի հանդեպ, կարծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Մասնագետը հիշեցրել է Թեհրանի դիրքորոշումը, վստահում են Հայաստանին, բայց չեն վստահում Ամերիկային։ Այդ անվանումը ինքնին վիրավորական է, Գարեգին Նժդեհը Սյունիքը չի ազատագրել եւ չի պահել Հայաստանի համար, որպեսզի այդ ճանապարհը կոչվի որևէ մեկի անունով։ Դիցուկ Ռուսաստանի նախագահի, Միացյալ Նահանգների նախագահի, Իրանի նախագահի, չգիտեմ Չինաստանի նախագահի անունով, դա իր մեջ վիրավորական տարեպարունակում Նժդեհի հիշատակի առջև, բայց դառնամ ձեր հարցին,
իրանական կողմում կա մեկ դիրքորոշում։ Եթե մենք փորձենք այդ դիրքորոշումը ինչ որ առումով պատկերավոր ձևակերպել, ապա իրանական կողմը հստակորեն հայտարարում է, որ իրենք վստահում են Հայաստանին, բայց իրենք չեն վստահում Միացյալ Նահանգներին։ Իրան-ԱՄՆ բանակցություններում առաջընթաց կա, սակայն դեռ չլուծված հարցեր են մնում։ Թեհրանը 2 շաբաթում կներկայացնի նոր առաջարկներ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ միջուկային զենքը սպառնալիք է մարդկության համար։ Աբբաս Արաղչիի խոսքով մարդկությունն ապրում է ավելի քան 12,000 միջուկային մարտագլխիկների ստվերի տակ։ Իրանն անընդհատ շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է։ Խաղաղ միջուկային էներգիան բոլոր երկրների իրավունքն է, նշել է նա։ Իրանի նախագահ Փեզեշքյանն էլ հռետորական հարց է տվել. «Էլ ինչ լեզվով ասենք, որ մենք միջուկային զենք չենք ուզում»։ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը երկրից չբացակայելու արգելքը վերածվել է։ Հակակոռուպցիոն դատարանն է հայտարարությունը տարածել։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայում է, փետրվարի 19-ին Վաշինգտոնում նա կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Մինչև այդ Փաշինյանը հերթական ողջույնն է հղել քաղաքացիներին։ Իտալիայում 47-ամյա քաղաքացին ցանկացել է սուպերմարկետից 1.5 տարեկան երեխայի գողանալ, բայց մայրը կարողացել է կանխել։ Սակայն երեխայի ոտքը կոտրվել է, ոստիկաններին դեռևս չի հաջողվել պարզել հանցագործության շարժառիթը, հատկապես որ նա օրինապահ քաղաքացի է եղել։ Նյու Յորքի եկեղեցիներից մեկում հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Times New World-ը։ 18 մարդ տուժել է, ներկաները պատմել են, որ պայթյունից առաջ գազի հոտ են զգացել։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին ընտրություններից ընդամենը 10 օր առաջ մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը անկախության տոնին անցկացվելիք շքերթը պարզ է, որ PR նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել։ Ակնհայտ է, որ նա հիմա ամեն ինչ անում է, որ հակառակն ապացուցի, եւ այդ շքերթը եւս դրան է ուղղված։ Հանրապետության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ այս իշխանությունն արժևորում է մեր հաղթանակները։ Սարդարապատի հերոսամարտը եւ պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրման պայքարի։ Շքերթին սկսել է նախապատրաստվել դեռևս դեկտեմբերից։ Պաշտպանության նախարարությանը հրահանգվել է զորամասերի բարետես զինվորներին, նաև կին զինծառայողների հավաքագրել եւ արդեն սկսել է նույնիսկ շքերթի փորձեր անել։ Նույն աղբյուրը գրում է, քաղաքական կուլիսներում խոսում են, որ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի սկզբանե մտադիր է եղել Փաշինյանի հետ մեկ ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին, սակայն նրա առաջարկը մերժվել է եւ գլխավոր պատճառն այն է, որ Փաշինյանը պատասխանել է վեհապարի աչը համբուրած մարդը չի կարող տեղ գտնել իր գլխավորած ցուցակում։ Արամ Զավենիշը փորձել է արդարանալ, այդ մասով ֆարզաբանումներ է տվել եւ հետագայում անգամ հրապարակային դիրքորոշում է հայտնել Փաշինյանին եկեղեցին բարեկարգելու ծրագրի վերաբերյալ, բայց նրան չեն ներել։ Իհարկե կա նաեւ այլ նպատակ՝ երկրորդ ուժ մտցնել ազգային ժողով, որի հետ անհրաժեշտության դեպքում կոալիցիա կկազմեն ու իշխանություն կվերցնեն։ Սակայն Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը գցում է իրենց, քանի որ նույն էլեկտորատն ունեն։ Երևանի ավականիում գրեթե մեկ միասնական ուժ են ներկայանում, եւ քիչ հավանական է, որ իրենց անցողիկ շեմը հաղթահարեն։ Իշխանությունը ընտրող մարդիկ ԿՊ են ընտրելու, ինչու պետք է հանրապետությանը ձայն տան։ Հիմա որոշել են, որ Արամ Սարգսյանը որոշ հարցերում սկսի քննադատել իշխանություններին, որպեսզի իշխանությունից հիասթափվածների եւ նախկիններին մերժողների ձայները ստանա։ Հրապարակը գրում է. Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում դեռ ցուցակի հարց չեն քննարկել, սակայն Հայաստան խմբակցության ներսում հասկացել են, թե ում է երկրորդ նախագահը դիտարկում ցուցակի առաջնային տեղերում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր վերջին օրերին մարզային ակտիվ այցելություններ են իրականացնում։ Ակտիվ կանանց եռյակում են Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, ցուցակի առաջնամասում կլինեն նաև Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանելյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը։
Հրապարակում նաև կարդում ենք. Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընտրողների թիվը 2,489,031 է։ Սա ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալն է, որը տրամադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ հետագայում արտացոլում է նախընտրական ցուցակներում։ 3 ՀՀ հրապարակեց ընտրողների քանակն ըստ մարզերի եւ ամբողջ հանրապետությունում։ Համեմատելով այս թիվը նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակված ընտրողների թվի հետ, տեսնում ենք, որ այս տարի ընտրողների թիվականակը պակասել է մոտ 100,000-ով։ 2021 թվականին ընտրողների ընդհանուր թիվը նախընտրական ցուցակներում ավելի քան 2.5 միլիոն էր, ավելի ստույգ 2,583,823։ Թվում էր ընտրողների քանակը պետք է ավելանա, հաշվի առնելով, որ 100,000-ից ավելի արցախցիներ են 21-ից հետո եկել Հայաստան, նրանց մի մասը ստացել է նոր անձնագրեր, Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառված է Հայաստանում, հետեւապես ունի արժանընտրություններին քվեարկելու իրավունք, բայց իրական թվերը չգիտես ինչու պակասել են։ Ֆրանսիայում արդեն 36 օր է անձրևները չեն դադարում, սա ռեկորդային ցուցանիշ է բոլոր ժամանակների համար։ Իսկ ահա Մոնբլանի լեռնազանգվածի իտալական կողմում ձնահոսք է, ահա կադրերը։ Okay. Պարզապես զբոսանք, մաքուր օդ շնչելու համար 300 մետր բարձրության վրա առանց ապահովագրության անվախ քաղաքացին քայլել է պարանի վրայով։ $127 տարի մեկ շշի մեջ և $118,000 մեկ կումի համար։ Սինգապուրցի գործարարը բացել է հազվագյուտ գինու շիշը իր 50-ամյակի առիթով։ Նա միևնույն ժամանակ ասել է, որ կարևորը գինու արժեքը չէ, այլ մարդկային հարաբերությունները։ Տեխասում ուժեղ քամին ընթացքի մեջ գտնվող բեռնատար է տապալել, ահա կադրերը։ Գագիկ Սուրենյանն էլ զգուշացնում է, սպասվող քամին կարող է պոկել ծառի ճյուղեր, տանիքների թիթեղներ։ Հետևեք անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։